Բարև, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Խաչատրյան, հաշվի առնելով վերջին ամիսների զարգացումները, նկատի ունեմ նախընտրական շրջան, հետո ընտրություններ, հիմա արդեն 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները, տեսեք, անընդհատ այդ դիսկուրսը կար օդում կախված, որ շատ ու շատ հարցերում Հայաստանի ներքաղաքական դիսկուրսը ըստ էության թելադրվում էր արտաքին վեկտորների ազդեցության տակ։ Հիմա, այսպես մի քիչ փիլիսոփայական միգուցե հնչի հարցս, որքանով է Հայաստանի ներքաղաքական դիսկուրսը ինքնուրույն։ Իրականում հասարակագիտական եւ նաեւ քաղաքագիտական որոշ շրջանակներում նաև Հայաստանում կա այն թյուրընկալումը, որ արտաքին քաղաքականությունը եւ ներքին քաղաքականությունը իրենք առանձին երևույթներ են։ Ես չեմ բացառում, որ դա նաև տիրապետող է որոշ ակադեմիական շրջանակներում, ամեն դեպքում պարզ է, որ յուրաքանչյուր երկրի արտաքին ու ներքին քաղաքականություն փոխկապակցված են իրար եւ մեկը ազդում է մյուսի վրա։ Ասենք այդ կոէվոլյուցիայի սկզբունքով այստեղ աշխատում եւ որ մի երևույթի ներսում փոփոխությունը ներազդում է մյուսին, դա այդ ազդեցության տակ ապրում է սեփական կերպափոխումները, փոփոխությունները եւ նորից հակառակ ազդեցությամբ իր սկզբնական ազդեցության կետին վերադառնում, նորից պայմանավորում նոր փոփոխություններ։ Այս առումով արտաքին ու ներքին քաղաքականությամբ փոխկապակցվածություն եւ միևնույն ժամանակ ազդեցություն ու նաեւ դիսկուրսի ոլորտում ազդեցությունները ակնհայտ են։ Պարզ է, որ ներքաղաքական խոսույթը չի կարող այսպես կղզիացված, իզոլացված լինել արտաքին քաղաքականությունից։ Խնդիրը երևի թե այստեղ կայանում է որոշ քաղաքական ակտորների կողմից այդ ակնարկները, արտաքին ինչ-որ կենտրոնների կողմից խոսույթ այստեղ բերել եւ այլն, դա իհարկե չի կարելի բացառել, նաեւ հաշվի առնելով մեր պետության, չգիտեմ, աշխարհագրական, տնտեսական եւ մնացած այլ պոտենցիալները, պարզ է, որ նաեւ այնպիսի կարևոր տարածաշրջանում ու աշխարհագրական այս արկա փուլում այդ ազդեցությունները չեն կարող ուղղակի չլինել։ Իմ կարծիքով դրանք այսպես ինքնաբերաբար տեղ ունեցող պրոցեսներ են։ Խնդիրը այստեղ նաեւ դրան դիմադրելու իմունիտետի արկայության խնդիրն է, որը մենք դրա հետ կապված լուրջ խնդիր ունենք։ Դրա հետ կապված հարցս հաջորդ, տեսեք, որpիսի մենք այդ իմունիտետը ձեռք բերենք, մենք պիտի ունենանք պետական կայուն համակարգ, կայացած ինստիտուտներով, դատական համակարգ, իրավական համակարգ, ժողովրդավարական համակարգ եւ այլ, որքանով է այդ համակարգերը, որքանով են Հայաստանում կայացած ու հետեւաբար ինչքանով է մեր իմունիտետը բարձր կամ ցածր։ Այս հարցին պատասխանելու համար իհարկե այդ շղթան պետքա շարունակաբար տանել ավելի խորք եւ դիտարկել հարցը 1991 թվական Հայաստանի անկախացումից հետո պետական եւ մնացած սոցիալական քաղաքական ինստիտուտների ծագումը ինչպես է տեղի ունեցել, ստեղծումը, արդյոք դա այսպես երբեմն իհարկե այդ խոսակցությունները հանդիպում են այդ ժամանակաշրջանում ապրած գործընթացների մասնակից մարդկանց կողմից, որ իրենք զրոյից այդ ամեն ինչ կայացրել են, բայց հասարակագիտական ավելի խորքային հայացքը պետքա թույլ տա մեզ գնահատել, արդյոք դա այդպես է թե չէ։ Ի վերջո, ինչքան էլ տարօրինակ է, մեր հասարակագիտական, պատմագիտական դաշտում բավական լուրջ խնդիր ունենք, հատկապես մեր վերջին 100-ամյակի պատմության հետազոտման ուսումնասիրության հետ կապված։ Թող այսպես տարօրինակ չհնչի, բայց օրինակ մենք շատ ավելի լավ գիտենք 5-րդ, 6-րդ, 10-րդ կամ 13-րդ դարի մեր պատմությունը, քան 20-րդ դարի Հայաստանի պատմությունը, դա պայմանավորված է մի շարք սուբյեկտիվ օբյեկտիվ համակամակներից,
15-րդ դար, 13-րդ դար, 5-րդ դար, երբ որ մենք ուսումնասիրում ենք, այդտեղ մենք ուսումնասիրում ենք առանց որևէ կանխակալության կամ քաղաքական գաղափարական կողմնորոշվածության եւ այլն 20-րդ դարի պատմությունը եւ որ մենք ուսումնասիրում ենք, այստեղ առաջ է գալիս այդ գաղափարական նայած ով է գրել այդ պատմությունը։ Այո, ի վերջո մեր հասարակ դաշնակցությունը իր տեսակետն ունի, բոլշևիկները իրենց ունեն, անկախականները իրենց ունեն եւ այլն, որպես կանոն այդ ամենը հակասության մեջ է։ Այո, հիմա գալիս եմ այդ խնդրին, ինչի այդքան խոր գնացինք, որովհետեւ մեր հասարակության մի որոշակի հատվածը այն մարդիկ են, ովքեր ծնվել, մեծացել, կայացել խորհրդային ժամանակաշրջանում եւ հայացքը դեպի խորհրդային անցյալին չի կարող լրիվ կանխակալ լինել, որտեղ այդտեղ կա անձի գործոն, անձնական, զգացմունքային եւ մնաց այդ ամբողջ համալիրը։ Եվ խորհրդային ժառանգությանը մեր հայացքը լինում է երկու ծայրահեղ կետերից, կամ ջատագովական, կոմունիստական, այսպես գաղափարական, ամեն ինչ հրաշալի է եւ այլն, կամ իսպառ մերժողական, այդ անկանխակալ, անկողմնակալ հայացքը մենք այդ պետության չունենք։ Եթե այդ հայացքը մենք փորձենք հնարավորինս անաչառ դարձնել, պետք է գնահատենք, որ խորհրդային Հայաստան ինքը ի վերջո ստեղծել էր 70 տարվա ընթացքում սոցիալական, քաղաքական, տնտեսական լուրջ ինստիտուտներ։ Այլ հարցը դրանց որակի եւ նաեւ տված արդյունքի հարցը, բայց որ ինստիտուտներ կային, որոնք գործում էին, դա անխոս այդպես է։ 91 թվականին իրականում իմ կարծիքով մեր սոցիալական, քաղաքական, որոշ չափով նաև տնտեսական ինստիտուտները մենք ժառանգեցինք։ Այսինքն զրոյից կառուցում այստեղ տեղի չի ունեցել։ Պարզապես այդ հիմքերը կային, դրա մասնագետները կային եւ 91 թվականից հետո մեր պետական ինստիտուտները նաև որոշ չափով ժառանգեցին խորհրդային ժամանակաշրջանի ինստիտուտները։ Եթե ես չեմ սխալվում, մինչև 95 թվականը ի վերջո մենք սահմանադրություն չենք ունեցել, մեր պետությունը իր գործառույթները կատարել է հենց ԽՍՀՄ խորհրդային Հայաստանի իրավական կարգավորումներով, օրենքներով եւ այլն։ Այսինքն մենք պետք է նաև որոշակի հարցը դիտարկենք, արդյոք մեր ինստիտուտները մրցակից են կամ ունակ են դիմադրել 21-րդ դարի մարտահրավերներին, որոնք այստեղ մի ներբություն կա, եթե թույլ տաք, տեսեք, կենսափիլիսոփայության մի քիչ խնդիր է։ Ինչի համար եմ ասում կենսափիլիսոփայություն։ Տեսեք, տասնամյակներ շարունակ 91 թվականից այս կողմ, ամենայն դեպս գոնե 94-95 թվականից այս կողմ Հայաստանի բոլոր ղեկավարները, չեմ ասում առաջի դեմքերը միայն, ղեկավարները, մարդիկ, որոնք որոշում են Հայաստանի քաղաքականությունը եւ ինչ-որ չափով նաեւ ազդում են մարդկանց մտածողության վրա, ասում են, գիտեք ինչ կա, բանակը մեր ամենակայացած կառույցն է։ Օբյեկտիվորեն միգուցեև դա այդպես է, բայց պետության տեսանկյունից դա խայտառակություն էր, որովհետեւ մենք չունեինք սոցիալական նորմալ կայացած համակարգ, մենք չունեինք կրթական, որը շարունակում է մնալ կաղբադիկը, ամբողջ ու այս ամբողջ բոլոր ձեր ասած խնդիրների հիմքում հենց կրթական համակարգն է։ Այսինքն ինքը չի բերում նրան, որ մենք օբյեկտիվորեն նայենք պատմությանը, որպեսզի այդ պատմությունից դասեր քաղենք, որ մենք վաղ իմանանք, որ այ գիտես ինչ կա, այն քարը, որ այնտեղ դրած է, որ անցած տարիել էր այնտեղ դրած, դրա վրա ոտքը ջարդելու ես, կոտրելու ես, այսինքն խնդիր կա, չէ՞։ Բնականաբար խնդիր կա, տեսեք, մեր հասարակության, ես խոսեցի խորհրդային ժառանգության մասին, իմիջայլոց բավական անտեսված թեմա է, այս հարցում եւս այդ ժառանգության խնդիր կա, ինչու։ Օրինակ բանակի օրինակը շատ համապատասխան է այն խնդրին, որի մասին խոսում ենք, տաբույացված թեմաներ։ Տարիներ շարունակ մենք շատ լավ հիշում ենք տասնամյակներով այդ առանձին թեմաներ կային տաբույացված բանակի վերաբերյալ, հնարավոր խաղաղության վերաբերյալ ցանկացած մեկը, որը փորձում էր պետական պաշտոնական նարատիվից տարբերվող որևէ այլընտրանքային առաջարկ անել, առանց իսկ խորամուխ լինել բունեության, բնույթի մեջ, բուն առաջարկի մեջ, միանգամից տվյալ մարդը կլեշավորվում էր որպես, չգիտեմ, ազգի դավաճան, հող հանձնող եւ այլ։ Այդ ընդհանրապես ծայրահեղ այդ երկու բևեռացված մոտեցումները մեր հասարակությանը բավական երկար ժամանակ ուղեկցել են։ Հիմա այդ տաբուներից ազատագը ընդհանրապես տաբուն խորքային խնդիր է առաջացնում ընդհանուր մինչև ինքնության մակարդակի։ Չէ, նույնիսկ շատ ներկայիս քաղաքական, իհարկե դա քվազի քաղաքական եմ համարում այդ խոսույթը։ Այդ խոսույթը դիտարկելուց այդ տաբույացված ընկալումները շարունակվում են։
այսինքն ինքնության մասին խոսելը, պատմության մասին խոսելը, ի վերջո մասնագետների մոտ բարձ ճշմարտություն է, որ ինքնությունը եւ ընդհանրապես ինքնությունը եւ պատմությունը իրենք քարացած ինչ-որ երևույթներ չեն։ Իրենք շարունակաբար փոխվող ոլորտներ են, այսինքն օրինակ ամենապարզ օրինակը բերեմ, որևէ մեկ արդյոք կարող է պնդել, որ 5-րդ դարի հայ ինքնությունը նույնն էր, ինչ որ 20-րդ դարի հայ ինքնությունը կամ 21-րդ դարի հայ ինքնությունը։ Քաղաքական իմաստով ոչ մի կերպ նույնը չէ։ Եվ քաղաքական իմաստով վերցնենք, եւ մշակութային համալիրների առումով վերցնենք, եւ ցանկացած դիտանկյունից նույնը չէր։ Չէ, մեր ինքնության հիմա այն հիմնական հենասյուները որոնք են, հա, որոնք հայերը, ասենք միլիոնավոր հայեր իրենց իդենտիֆիկացնում են որպես նույն ազգի ներկայացուցիչներ։ Որոնք են։ Օրինակ, եթե փորձենք առանձին աշխարհագրական, հա, միավորներ Արարատ լեռը կլինի, չգիտեմ, Սեփանալիչ եւ այլ մնացած այդ աշխարհագրական գործոններ կամ ավելի մշակութային երևույթներ, հա, որոնք բայց 5-րդ դարում դրանք նույնը չէին։ 5-րդ դարի հայ իդենտիֆիկացիայի այդ պայմանավորող սիմվոլները ազգային ընկալումներ կոդերը բավական լրիվ տարբեր էին։ Հիմա տարբեր է նաև ներկայումս պատմության ընկալումները խորհրդային շրջանում այլ են եղել, դրանից առաջ այլ են եղել, հիմա այլ է եղել, այսինքն այդ հասարակական առաջընթացի համար, հա, այդ էվոլյուցիայի համար տաբույացված թեմաները պարզապես հակացուցված են։ Մտածեք տաբույացված թեմաներից, քանի որ խոսք գնաց, այստեղ տաբու չի, բայց այդ կարծրատիպային մտածողության մասին է խոսքը, որ տեսեք 5-րդ դարի ու 21-րդ դարի ընդհանրությունը որն է։ Այն ժամանակ ընտրություններ Պարսկաստան, Բյուզանդիա եւ այլն, հա, այդպես մենք անընդհատ ինչ որ բաների մեջ ընտրում էինք, հա։ 21-րդ դարին մտածեք մեր ներքաղաքական կառուցվածքը, այսպես աբսոլյուտացված է, այսինքն այս կողմից դուք ծախված արևմտամետներ եք, ասում եք դուք ծախված ռուսամետներ եք, Ռուսաստանի շահեր եւ այլն, ու ելի այդ ընտրությունն է գնում, այսինքն ու այդ ամբողջ ընթացքում մարդիկ, որոնք մի քիչ փորձում են օբյեկտիվ գնահատել, ասում են ժողովուրդ, դուք հասկանում եք, որ մենք այս ամբողջ ընթացքում Հայաստանը կորցրած ենք մանեկել, այսինքն մենք ընտրել ենք այս կամ այն կենտրոնի մեջ, մոռանալով Հայաստանի մասին, բուն Հայաստանի մասին։ Հիմա այդ մոտեցումը փոխելու համար ինչ է պետք։ Դա կրթական խնդիր է, դա դաստիարակչական խնդիր է, դա, չգիտեմ, հարյուրամյակներ են պետք որ փոխվի այդ մտածողությունը։ Ինչ է ամրագրել։ Իսկ թվում է, այստեղ մի ֆակտորի խնդիր չի միայն զուտ կրթական չի, որովհետև զուտ կրթական կլիներ, եթե օրինակ այդ ընտրությունը, հա, երկընտրանքը բնական ճանապարհով ձևավորված լիներ, բայց խորքային հայացքը թույլ է տալիս հասկանալ, որ դրանով շահագրգռված են նաև որոշ կենտրոններ, այն կենտրոններ, ովքեր որ այստեղ շահեր ունեն։ Այս պարագայում զուտ միայն կրթական խնդրի լուծումը հարցը գլոբալ առումով չի լուծում։ Այստեղ մի համալիր լուծում է պետք, այսինքն կրթական պետական կամքի արկայությունը այդ դրանցից հացանցվող մնացած բոլոր քայլերը, որը պետք է արվեն։ Իմիջայլոց ավելորդ մի անգամ նշել, որ այդ երկընտրանքը արևմուտք, հա, հիմա եթե վերցնենք արևմուտք թե հյուսիս, դա արհեստականորեն ձևակերպված ընտրանք է։ Իրադրությունը այլ էր, օրինակ մեր պատմության տարբեր այլ փուլերում, որտեղ այդ միջազգային իրադրությունը, դրա փոփոխությունը, դասավորությունները բնականորեն բերում էին այդ երկընտրանքին։ Պարսկաստան դե Բյուզանդիա միջև էլ Հռոմ թե Պարթևստան եւ այլն։ Ժամանակակից աշխարհում, այս աշխարհում, որտեղ աշխարհը լրիվ, հա, բաց է, տեղեկատվության խողովակները մեր համար բոլոր ամբողջովին հասանելի են եւ այլն։ Այդ ընտրանքը բավական ինքը կեղծ է։ Ես նշեցի, որ կրթական ոլորտում պետքա բարեփոխումներ արվեն, պետական կամքի արկայություն պետք է լինի, դրանից բխող բոլոր հետևանքներով այդ նաև քաղաքական դաշտի, ինչպես շատ այդ տրորված արտահայտությունը քաղաքական դաշտի առողջացում, թե ինչպես դա պետք է լինի, դա մի փոքր այլ հարց է, բավական դժվար հարց է։ Հասցնենք քննարկել։ Լավ, տեսեք, այդ կաղապարներից էլի շարունակենք խոսել, էլի։ Մեր մոտ միշտ է ծայրահեղացումն է, հա, ամեն ինչի, ասենք, Վարդան թե Վասակ։ Ընդ որում ամբողջ պատմության ընթացքում դա մենք այդպես քաշ տալով մեր հետ բերում ենք հասցնում ենք այնտեղ, որ Վարդանը հերոս էր, Վասակը դավաճան, մարդիկ կան, որ
սեփական առողջության հաշվին երբեմն հակառակն են պնդում, ասում են, չգիտեք, ինչ կա վասակը պետական գործիչեր, նա ընդհանրապես ներսես մեծի թորներ եւ այլն, ու Հայաստանի հետ կապ չուներ Վարդանի գործունեությունը կամ գործողությունները։ Այսպես այդ ամբողջ դիսկուրսը բերում հասցնում ենք ինչ որ տես մերկանտիլ բաների, այ դու թուրք, դու դավաճան եւ այլն, ու այդ կախարդական շրջանից դուրս գալ ոչ մի կերպ չի հաջողվում քաղաքական դաշտում նույնպես քաղաքական դաշտում էլ տեսնում եք ինչ է կատարվում, ով ու ինչի համար է մեղադրում, որտեղ հիմնականում թուրք, դավաճան, հողատու, վերջ, ուրիշ ոչինչ չկա։ Լավ, ինչ անենք, որ ժողովուրդ մեղք չի։ Այմիջայլոց այդ անկալումները նաև մեր ժողովրդի անկալումների մի մասն է։ Այսինքն մենք դա մեր մոտ այդ ծայրահեղ չարի ու բարու, հավերժական պայքարի այդ մոդելը միշտ կա, լավ վատ, ծայրահեղ այդ բինար հակադրությունը շարունակաբար եղել է։ Մեր մոտ էլ նույն ազգային էպոս, եթե նայեք ընկալումները ցանկացած այլ ոլորտում չար, բարի ներկայումս եթե փոխենք ներկախոսույթ թուրք, դավաճան եւ այլն հերոս, հակահերոս, այդ ամբողջ մոդելը միշտ գոյություն է ունեցել։ Քաղաքական դաշտում ներկա այդ խոսույթի հետ բևեռվածություն հակադրությունը դրա արտահայտություններից մեկն է։ Խնդիրը այստեղ բոլորովին այլ է։ Այ եթե քաղաքական դաշտում իրապես քաղաքական գործընթացներ դիրեն ու քաղաքական խոսույթ լինի, այդ հակադրությունները տեղ չի լինի։ Դուք շատ լավ նշեցիք այդ նույնիսկ մի փոքր կարող է կոպիտ հնչի բառը ինֆանտիլ, ընկալումները դավաճան եւ այլ, այդ ամենը այն որ ասում է սուրբ տեղը դատարկ չի լինում։ Եթե քաղաքական դաշտում քաղաքական գործընթացներ չեն գեներացվում, քաղաքական process-ներ չեն լինում, քաղաքական խոսույթը իսպար բացակայում է, բարձր որ դա պետք է լծվի բոլորովին այլ բովանդակությամբ, իսկ ամենահեշտը, թշնամու կերպար ստեղծել ներքին առումով, մրցակցի առումով։ Նման կերպար ստեղծելու այդ կերպարի վրա փորձեն ինչ-որ բոնուսներ հավաքել, դա լրիվ այսպես հասկանալի process է, բայց խնդիրն է, որ քաղաքական դաշտում դա չպետք է տեղի ունենա։ Հիմա տեսեք, դուք ընդգծեցիք, ասիք, որ օրինակ այդ ընտրույթը, լավ, ընտրանքը կամ էլ հյուսիս թե արևմուտք, դա կեղծ է։ Այսինքն ըստ էության այդ կեղծ եզրույթը, որ գոյություն ունի, այսինքն մեր ընկալումների մեջ, ինքը ազդում է նաև եւ ներքին եւ արտաքին քաղաքականության վրա, չէ՞։ Եթե դա կեղծ է, այդ դեպքում ինչ ընտրանքի առաջ ենք մենք հիմա կանգնած, դե որ այդպես է։ Դե որ եթե են կեղծ է, ուրեմն ասեք ճիշտ է որ։ Օրինակ այսպեսի մի զուգահեռ անցկացնենք 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում մի հետաքրքիր գաղափարական այսպես պայքար էր ծավալվել արևմտամետրի ու սլավոնաֆիլների միջև, պայքարի էությունը որն էր, որ մեկը ասում էր, որ Ռուսաստանը ունի զարգացման, իր ուղին ճամփան, որը նույնական չի մյուսների հետ, իսկ մյուսներն ասում են, չէ, Ռուսաստանը ինքը իրականում եվրոպական երկիր է, եթե իհարկե վերցնենք հենց Կիևյան Ռուսիան ցակման առանձին ցիվիլիզացիա չի։ Առանձին ցիվիլիզացիա չի։ Հիմա երբ այդ խոսույթը եւ որ տեղափոխվել է մեր հասարակական քաղաքական հանրային դաշտ, հիմա 21-րդ դարում նույն հարցը պետք է քննարկել։ Մենք որտեղ ենք գտնվում։ Եթե դու փորձում ես ընտրել հյուսիսը կամ արևմուտքը, նշանակում է դու քեզ երկուսից էլ դուրս ես դնում։ Բայց հարցը կայանում է նրանում, արդյոք մենք դուրս ենք այս երկուսից էլ։ Դե հիմա տեսեք, արևմտամետները ասում են լավ, պայմանական արևմտամետները ասում են, գիտեք ինչ կա, մեր տեղը Եվրոպան է, որովհետև Եվրոպան կիսում է այն արժեհամակարգը, որը մենք ունեցել ենք դարերի վեր, էպոսից սկսած։ Մեր տեղը այնտեղ է։ Այն ինչ որ կա հյուսիսում, մենք չենք մերժում, բայց դա մերը չի։ Այն պարզ պատճառով, որտեղ այնտեղ մի քանի բան վերցել են շատ արևելքից, մի քանի բան վերցել են Եվրոպայից, ինչ որ միքս են ծարկել, ինքը կեղծ միքս է, արհեստական միքս է, ինքը մեր հետ կապ չունի։ Իրականում այստեղ խառնաշփոթը գալիս է հասկացությունների հետ խաղալուց։ Ինչ նկատի ունեմ հասկացությունների խաղալուց, եւ որ օգտագործում են հասկացություններ ու որոնց տրվում են ուրույն մեկնաբանություններ։
Օրինակ նման խոսույթ շրջանառող մարդկանց, եթե հարցնենք ինչ է հասկանում Եվրոպա, եվրոպական քաղաքակրթություն, եվրոպական կամ արևմտյան արժեքներ, վստահեցնում եմ, որ ամեն մեկը իրարից տարբերվող բավական տարբեր պատասխաններ կտան։ Այլ հարցը դրանից որ մեկն է իրականությանը ավելի մոտ։ Բնականաբար այնտեղ պատմության չիմացության խնդիր էլ կա, որովհետև ասենք նույն եվրոպական ծագում ունի նաև օսմանականությունը իմիջայլոց։ Անընդհատ մենք այդ մասին մոռանում ենք, որ Բալկաններից եկավ այս կամ։ Ի վերջո պետք է նայել այդ Ալթայից գնաց այնտեղ։ Այդ շարժումները որտեղից են գալիս։ Հա, Օսմանյան կայսրությունն առաջացած տարբեր շարժումներին ու պանթուրիանիզմը, որ այդքան շահարկում է, չէ՞։ Որտեղից է գալիս ակունքը, նաև ոգեշնչման այդ աղբյուրը որտեղից է գալիս։ Եվրոպայից։ Այսինքն այստեղ մենք պետք է ընկալենք այդ տարբերությունները մեզ ինչ որ տեղավորելու, հա, լավ իմաստով, հյուսիս թե արևմուտք, մենք պետք է հենց այդ հարցը ու հստակ սահմանում ունենանք ու տանք։ Եվ որ ասում են հայր արդյոք եվրոպական արևմտյան ժողովուրդ են, թե չէ, կրիտերիան ո՞րն է։ Շատ դեպքերում այդ հարցին պատասխանել փորձողները ելում են արկա եվրոպական այդ ամբողջ համակարգից գաղափարախոսական, հա, այդ դրվածքից են ելնում, մնացած կրիտերիաները բաց են թողում, միանգամից նշում են, չէ, մենք այդտեղ չենք տեղավորվում, այսքան տարբեր ենք։ Այ պետք է հստակեցնել եվրոպականության կամ այդ արևմտականության մոդելը ինչ չափանիշներ ունի, որը հայերի հետ համեմատելով մենք բոլոր կրիտերիաները իրար հետ համեմատելով կհասկանանք մենք որտեղ ենք գտնվում։ Եթե լեզվամշակութային առումով ենք հարցը դնում, պարզա որ Եվրոպա ենք։ Ազգային, հանրային, հասարակական դրվածքի, հա, այդ ավանդույթի հարցը, եթե քննարկում ենք, արևելք ենք։ Եվ ամենակարևոր հիմնական հարցը, իսկ ով է առաջ բերում այդ հարկադրանքը։ Չէ՞։ Այդ հարցը, որը մեկ չի տալիս, որ անդադ քննարկում ենք արևելք ենք թե հյուս, իսկ ով է այդ ընտրանքը դնում ու հարկադրում, որ դու ընտրես։ Արդյոք անհրաժեշտություն կա այդ ընտրությանը գնալու։ Եվ ընտրությունը գնալուց հարցը առաջանում, ասենք լավ, եթե մենք անընդհատ այդ ընտրանքի առաջ ենք կանգնում, հա, այնտեղ ենք, թե այն մի տեղում ենք։ Ինչի մենք ոչ մի կերպ չենք ցանկանում մտածել, որ մենք մեր տեղում ենք, այն մնացածներ մեր կողքերը պատտվում, հա, ըստ պատմության ընթացքում այդպես էլ եղել է։ Եկել գնացել են, մենք մնացել ենք մենք մեր տեղում։ Այ մեր տեղը որն է։ Այդ հարցը շատ հետաքրքիր մի հոդված կա մեր նշանավոր ազգագրագետներից մեկը Լևոն Աբրամյանը այդպիսի մի հոդված էր գրել ինքնության մոդելները քննարկելուց եւ նաեւ այս խոսույթներ քննարկել, հա, դարեր շարունակ եւ նաեւ ներկայումս թե ի վերջո հայերը որտեղ են գտնվում եւ բավական հետաքրքիր մի մոդել էր առաջարկվել։ Չէ, ես նշեցի լեզվամշակութային առումով մենք այստեղ են գտնվում, մնացած առումներով այստեղ են գտնվում, ինքը այդ պնդել է եւ նաեւ կարծես թե խորքային ուսումնասիրություններ ցույց տալիս որ իրականում այդպես է, մենք հանդիսանում ենք յուրատեսակ կամուրջ արևելքի ու արևմուտքի միջև կամ հյուսիսի արևմուտքի միջև իրականում ամենատարբեր իմաստներով էլ ինձ թվում է խնդիրը հենց այդ հարթության վրա պետքա դիտարկել ոչ թե դու որևէ մի բլոկում հա փորձես հայտնվել քաղաքական կլինի թե այլ փորձել հասկանալ թե արդյոք դու կարող ես հանդիսանալ այդ կամուրջը քանի որ ամեն մեկը կամուրջ բնականաբար չի կարող դառնալ կամուրջ կարող է դառնալ այն աշխարհագրական պետական քաղաքական միավորը որը որոշ բաներ ունի այդ մի կողմից որոշ բաներ ունի այդ մի կողմից եւ այդ առումով ինքը հանդիսանում է այդպիսի յուրահատասյակ կապող միջավայր, հա, կապող երևույթ։ Հիմա ինձ թվում է խնդիրը կարելի է նաև այդ դիտանկյունից նայել, որովհետև նույնիսկ մեր կուզեք մշակութային հստակորեն կարող եմ ասել կուզեք քաղաքական ինքնություն, եթե դիտարկենք այդ ամբողջ բոլոր տարերը մենք այդտեղ ունենք։ Ի վերջո եթե մեր ինքնությունը պայմանավորող մնացած երևույթներն էլ նայենք, հա, որի մասին շատ քիչ է խոսվում։ Մեր օրինակ հայ վաճառականության, առևտրականության այդ երևույթը, որ երևի թերագնահատված երևույթն է, բայց օրինակ 16-17-րդ դարերում մեր հատկապես ժուղայի վաճառականության, այդ առևտրականության այդ խավի երևույթը երևի թե համարձակորեն կարելի ասել հետագայի շատ հատուկ ծառայություններից, հա, գաղտնի ծառայություններից շատ ավելի էֆեկտիվ աշխատող մի երևույթ էր։
Տեսեք, այդ իմաստով իմիջիալից հետաքրքիր մի հանգամանք կա, մենք Շահաբասին բնականաբար հայոյում ենք իր հիշատակնել, մնացածներ, որ հայերին տեղահանեց Պարսկաստանի խորքեր, հա, բայց մենք հրաժարվում ենք ընդունել, թե ինչու դա ինքը արեց։ Ոչ թե որովհետև ինքը ուզում էր ոչնչացնել եւ այլն, չէ, որովհետև ինքը իր պետությունը ուներ, իր պետության շահերը ենթադրում էր, որ այս մարդկանց, որոնք հրաշալի առևտրականներ են, որոնք հրաշալի կարողանում են կազմակերպել այդ ամբողջ ցանցը, որ դուք ասում եք հատուկ ծառայությունները անգամ կնախանձեին, պետք էր աշխատեցնել Պարսկաստանի շահերի համար։ Այդտեղ բացը թվում է նաև այն հանգամանքը, որ Շահաբասը ինքը շատ պրագմատիկ քաղաքական գործիչ էր, ու շատերը հենց այդ մեծ գաղթը, որ այստեղից կատարվեց, կարևոր իրադարձություն բաց թվում։ Դրանից առաջ Շահաբասը մայրաքաղաքը տեղափոխեց Սպահան։ Ինքը նոր կենտրոն ստեղծեց, նոր մայրաքաղաք էր ստեղծում եւ նաեւ այդ նոր մայրաքաղաք ստեղծելու համար, շենացնելու այդ կապող օղակ կազմելու համար հենց մտածեց հայերին, որ այդ կայսրության այսպես մոբիլ, զարգացած, շարժուն ուժներ այդտեղ տեղափոխելու։ Այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա։ Մեր պատմաբաններից մեկը մի հետաքրքիր տեսակետ է նաև առաջ քաշում, որ նոր Ջուան այսպես նույնիսկ գաղափարներ մտքեր կան, որ ինքը կարող էր դառնալ ապագա հայկական պետականության կենտրոններից մեկը, այսինքն այստեղ նաև հեռահար հաշվարկներ կային, որոնց մասին այլ արդյոք կարող ենք խոսել, եւ այստեղ մի հետաքրքիր ֆենոմեն, ինչով էր դրա յուրահատկություն կայանում լեզվի մեջ։ Օրինակ այլ երկրի վաճառականներն այ միջազգային տվյալ ժամանակաշրջան միջազգային լեզվից են իրար հետ խոսում, նամակ հանձնում, բանավոր հանձնարարություն անում, չէ՞, մեկ մյուսի հետ։ Ու այ մյուս շահագրգռված մցակից կողմը շատ հանգիստ կարողանում էր այդ գաղտնիքին տիրապետել։ Հայերը հաղորդակցում են միայն հայերեն լեզվով։ Թեկուզ օրինակ նույն ջուղայի խոսվածքով։ Չէ՞, մենք էլ երբեմն լինում է, որ առանձին ռեգիոնների բարբառներ ամբողջապես միանգամից չենք հասկանում, էլ ուր մնաց օտարի հանգամանքը։ Դե այնտեղ ասենք, եթե բարբառներից խոսենք համշենահայերի լեզվի մեջ սատանան էլ ոտը։ Եվ այդ առումով կոդավորած։ Հենց այդ լեզուն հայերին թույլ էր տալիս ինֆորմացիան Ինդոնեզիայից մինչև Պորտուգալիա այսպես անխափան կերպով այդ ինֆորմացիան տեղ հասնել է շարժունությունը, մոբիլությունը, դրանից իհարկե հետագայում բազմաթիվ փորձեցին օգտվել բազմաթիվ կազմակերպություններ եւ այլն։ Խնդիրը հենց սրա մեջ է։ Ես մի քիչ շատ խորքային գնացինք։ Խնդիրը նաեւ ինքնության վերարժևորման մեջ է, որը հանգեցնելու նաեւ քաղաքական ինքնության որոշակի ռեկոնստրուկցիայի Ինձ թվում է նաև խոսույթի դիսկուրսի առումով այս խնդիրները եւս պետքա բարձրացվեն ու փորձարվի դրանք շրջանառել արծարծել։ Ընկալման խնդիրն էլ տեսեք դուք ասացիք նաև վկայակոչելով ազգագրագետներից մեկին, որ Հայաստանը ըստ էության քաղաքակրթությունների միջև կամուրջ է, բայց որպեսզի դու կամուրջ լինես, հա դուք ասացիք, որ ինչ-որ պայմաններ են պետք։ Առաջինը այդ ընկալումն է պայմանը, այսինքն դու հասարակությունը պիտի ընկալի, որ ինքը այդ կամուրջն է, որը սարսափելի կարևոր դերակատարում ունի, որովհետև կամուրջը դա կապում է, հա, երկու ափերը, երբեմն նույնիսկ 4 ափ, հա, տարբեր տրամաբանությամբ եւ որպեսզի այդ ընկալումը լինի, պետք է տեսանկյուն փոխել։ Մշակույթի, պատմության, հասարակագիտության եւ այլն։ Կա տենց գործիք, որը կարող է դրան օգտակար։ Իհարկե կա։ Տեսեք, մենք հանգում ենք ներկա ժամանակակից տեսություններից մեկի գործիքը կազմին, կոնստրուկտիվիզմին։ Հա, ինչա կոնստրուկտիվիզմը, եթե ազգայնականության եւ ազգերի վերաբերյալ ընկալումներ նայենք, այդտեղ ասում են, որ ազգերը դրանք հավերժական գոյություն ունեցող ինչ-որ օրգանիզմ չի, հա, երևույթ չի, ոնց որ պնդում է մյուս հայցակարգ պրիմորդիալիզմը, որ նշում է, որ ազգությունները հավերժական են, այդտեղ կարևոր արյան ընդհանրությունն է եւ այլն։ Մեր ժողովուրդ ավելի շատ այդ պրիմորդիալիստական տեսության կողմնակիցն է։ Կոնստրուկտիվիստները ասում են, որ ազգը ձևավորում են մտավորականները կամ ավելի ճիշտ բառ կարելի օգտագործել ինտելեկտուալները։ Դրանք կլինեն գրականագետներ, դրանք կլինեն գրողներ, բանաստեղծներ, կոմպոզիտորներ եւ այլն։ Որպես կանոն, օրինակ ասում են գերմանական ազգը ներկայիս ընկալումը ստեղծվել է մի այդ շերտի շնորհիվ դա Վագներն է եւ գերմանական իդեալիստական այդ փիլիսոփայության դպրոցը Ֆիխտե, Շելինգ, Հեգել, Կանտ եւ այլն։ Հիմա եւ որ մենք վերադառնանք մեր իրականություն, մի քանի օրինակներ բերեմ, որ միանգամից ընկալել լինի ասվածը։ Օրինակ ցեղասպանության վերաբերյալ ընկալման վրա եւ դրա նաեւ այսպես կարող է տարօրինակ բառ ասեմ հանրաճանաչության, հանրահռչակման առումով ինչ գործեր կարող են քիշել։
Պարուշ Սևակի Անդրելի Զանգակատուն եւ Ֆրանց Վերֆել եւ այլն, օրինակ պետության մեր 18-ից 20 թվականների տեղ ունեցող իրադարձությունների շատ հետաքրքիր այդ հանրագումարը Չարենցի երկիր նայրին, չէ՞։ Իրենք լրիվ նոր ընկալում են ստեղծել, լրիվ նոր այսպես նայելու դիտանկյուն են ստեղծում մեր համար։ Պատկերացնենք, եթե այդ ընկալումներից հանում ենք այս գործերը, օրինակ Պարուշ Սևակի գործերը հանենք կամ Շիրազի հայոց դանթեականը հանենք, չէ՞։ Կամ նույն Չարենցի դանթեական առասպել։ Իրականում եթե խորքային նայում ենք, եթե նայում ենք, տակ մնում է բացառապես ընտանեկան պատմություններում ծնված այդ պատկերացումները։ Բայց գիտական ուսումնասիրությունները, որոնք այդքան էլ հանրաճանաչության առումով, հասարակության շրջանում լայն տարածվածության առումով էական այդքան դեր չեն խաղում։ Այստեղ կարևորը այն մոդելն է, որը տրվում է օրինակ նույն պոետների կողմից, գրողների կողմից, այսինքն մշակույթի, ինտելեկտուալ շրջանակների կողմից։ Հենց այդ կոնստրուկտիվիստական մոտեցումն է այստեղ կարևոր։ Չէ, եթե ես շեշտեցի։ Ինչ որ արեցին հրեաները օրինակ Ադբանը Շինդլերի ցուցակով, օրինակ։ Նույն կամ նացիների չնայած այդ խնդիրը շատ ավելի լավ ուսումնասիրել, օրինակ ինչ արժի միայն ասենք Հաննա Արենտի այդ գրքերը։ Բայց նույնիսկ այդ պարագայում էլ այն կոթողային գործերից եթե հանենք, ընկալումները էլի շարունակաբար մնում են հեղուկ, անորոշ։ Ի վերջո այստեղ մենք մի ուրիշ խնդիր ունենք։ Եթե այդ գրական ստեղծագործություններ արանքիցանում ենք, իսկ սերունդը անդադ փոփոխվող սերունդը շարունակաբար բանավոր կերպով կորցնում է։ Հասարակագետների համար հայտնի ճշմարտությունն է։ Ինֆորմացիա շարունակում մնալ, եթե ինքը գրավոր է։ Բանավոր 40 ճյուղ է եղել ժամանակին, մենք պահպանում ենք։ Այո, սերունդների փոփոխականությունը շատ օբյեկտիվորեն հանգեցնում է գիտելիքի կորստին ու որոշ մի քանի սերունդ անցնելուց հետո բացառված չի, որ լրիվ այլափոխված, ձևափոխված ինչ-որ պատկերացումներ են տվյալ իրադարձության վերաբերյալ։ Խնդիրը նաև հենց այստեղ է։ Մենք նորից հանգում ենք այն հին շարունակաբար մաշված, ծեծված խնդրին։ Մտավորականություն բառը դնենք մի կողմ ինտելեկտուալների, որը ավելի համապատասխան, ավելի բարփակ, իմաստավորում է տալիս ինտելեկտուալներին, որոնք կարող են նաև այդ խնդրի լուծել։ Այլ հարցը մենք ներկայումս դա ունենք, թե չէ, այդ պոտենցիալը կա, թե չէ։ Երես մի լուսահոգի ընկեր ուներ, միշտ ասում էր ցանկացած ազգ 500 մարդ է, մնացած բոլորը ընդամենը այն ոնց որ ծվի դերն ու շրջապատող սպիտակուցն ու կեղևն են զուտ պաշտպանելու համար։ Ներողություն խնդրում, այդ 500 մարդը իրականում շատ հասարակագիտության մեջ հստակ ձևակերպում ունի։ Կոչվում է ռեֆերենտ խմբեր։ Ռեֆերենտ խմբերը այն մարդիկ են, փոքրաթիվ մարդիկ են, որոնք հասարակության համար դեռևս օտար, թեկուզ նաև թշնամական թվացող այդ գաղափարները բնդում են, շարունակաբար բերում են իրենց այդ էներգիայի, գիտելիքի, համառության, կամքի շնորհիվ այնքան են դա այսպես շրջանառում, իչե որ դա դառնում է հասարակության տեսլականը, մտքերի պատկերացումը եւ այդ փոփոխությունը տեղի են ունենում, այսինքն պատմության ընթացքում ցանկացած փոփոխություն դա կլինի հեղափոխություններ, հասարակական ինչ-որ մեծ իրադարձություններ, դրանք պայմանավորված են հենց այդ փոքրաթիվ ռեֆերենտ խմբերի առկայությամբ։ Առանց ռեֆերենտ խմբերի առկայության այդ փոփոխությունները տեղի չունենան։ Ռեֆերենտ խմբեր ուր եք փնտրում եմ ձեզ։ Ուրիշ բան կներեք, այս լրացումներն անեմ, ուրիշ բան, որ որոշ ժամանակ հետո է որ այդ փոփոխությունը տեղի ունեն լայն հասարակական ներգործման արդյունքում հասարակության շարունակաբար թվում է թե այդ գաղափարը հավերժական միշտ իր մոտ եղել է։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը, որին իմիջիայլուց շատ շնորհակալ եմ որ քաղաքականությունից չխոսեցինք։ Ես Տերոն Սարդարյանն եմ, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։